Ես չեմ ընդունում, որ Հայաստանը նացիստական պետություն է եղել, իսկ ով այսօր համակերպվում է այդ մեղադրանքի հետ, վաղը պատասխան է տալու։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես ներկայացրել է Ադրբեջանի նախագահի խոսքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ, պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք կգան եւ կասեն խնդրում եմ ազատ արձակեք նրանց։ Թղթակիցը հարցնում է՝ նույնն է ձեզ համար։ Ադրբեջանի նախագահը պատասխանում է՝ այո, անկասկած ավելի վատ է, ավելի վատ, նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը։ Սիրելի հայ ժողովուրդ, լավ իմացեք, ռազմական հանցագործ Ալիևի կողմից հնչեցված վերոնշյալ մեղադրանքից դիստանցավորվել չի ստացվելու։ Ադրբեջանի նախագահի ասածը վերաբերում է ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ մեզ բոլորիս Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե ոմանց թվում է, թե սահմանադրությունը փոխելուց ու խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո այս թեման վերանալու է, նրանք չարաչար սխալվում են։ Սա ենթադրում է, որ Հայաստանին կարող են ներկայացվել փոխհատուցման պահանջներ, մեր դեմ հնարավոր է կիրառվեն պատժամիջոցներ եւ այլ ծանր հետևանքներ։ Եվ հաջորդ ամենակարևոր հարցը, արդյոք մենք Հայաստանում ընդունում ենք, որ նացիստական պետություն ենք եղել, արդյոք համաձայն ենք այդ մեղադրանքի հետ, եթե ոչ, ապա ինչու պետական մակարդակով արձագանք չկա այս անհեթեթ, բայց միևնույն ժամանակ մեր պետության համար անչափ վտանգավոր հայտարարություններին։